Հենրիին մարմինավորող դերասան Լևոն Մկրտչյանի անձնական կյանքն այսօր ամենաքննարկվող թեման է։ Վերջապես սկսվում է բացահայտվել մանրամասներ նաև նրա սիրելիի մասին, ով ըստ վստահելի աղբյուրների ոչ պակաս տաղանդավոր ու ստեղծագործ մարդ է։ Պարզվում է, որ Լևոնի սրտի տիրուհին սովորել է հենց այն նույն կրթօջախում, որտեղ սկսել է իր ստեղծագործական ուղին նաև ինքը Լևոնը։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ լինելով նա ոչ միայն կրթություն է ստացել ոլորտի լավագույն մասնագետներից, այլև ձևավորել իր ստեղծագործական ոճը, բեմական լեզուն և դերասանական ինքնատիպությունը։ Հիմա հասարակության հետաքրքրությունը դուրս է եկել հեռուստաէկրանի սահմաններից, բոլորին մի հարց է ուզում՝ ով է Լևոն Մկրտչյանի սիրելին։ Այսօր համացանցում տեսանյութերն ու լուսանկարները, որոնք տարածվել էին ու ֆիքսել դերասանի նշանադրության և զաքսավորման արարողության գեղեցիկ պահերը, իսկույն գրավեցին հեռուստադիտողների սրտերն ու տարածվեցին համացանցում։ Բայց Լևոնն ինքն անձամբ դեռ չի հրապարակել որևէ պաշտոնական մեկնաբանություն։ Դերասանը, որն այդքան հարազատ է դարձել հեռուստադիտողներին, ընտրել է իր սերն ապրել համեստ, լուռ ու սրտից եկող ձևով։ Հենց այդ լռությունն էլ միայն ավելացրել է մարդկանց հետաքրքրասիրությունը։ Թեև երկար ժամանակ դերասանը գաղտնի էր պահում իր սրտի տիրուհու ինքնությունն, այժմ արդեն մի շարք աղբյուրներ բացահայտում են որոշ հետաքրքիր մանրամասներ։ Նրա սիրելին արվեստի մարդ է, ոչ պակաս տաղանդավոր ու բազմակողմանի, ով տարիներ շարունակ գրավել է հանդիսատեսի ուշադրությունը ոչ միայն բեմում, այլև եթերում։ Նա սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, նույն ուսումնական հաստատությունում, որտեղ կրթություն է ստացել նաև Լևոնը։ Բացի թատերական գործունեությունից Լևոն Մկրտչյանի սիրելին ակտիվ է նաև հեռուստատեսային և ռադիոհաղորդավարական ոլորտում։ Նա ներկայումս աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, ինչպես նաև Ռադիո Ավրորայում, որտեղ իր դյութիչ ու մեղմ ձայնով գրավում է հազարավոր ունկնդիրների սրտերը։ Նրա հաղորդումներում հնչող խոսքն առանձնանում է հստակությամբ, զգացմունքայնությամբ և հաղորդակցական մեծ մշակույթով։ Շատերն արդեն նրա ձայնը նույնացնում են վստահության, ջերմության և գեղեցիկ խոսքի հետ, իսկ ովքեր ճանաչում են նրան իրական կյանքում, ասում են նա այն անձնավորությունն է, ով միշտ ժպտում է նույնիսկ ամենածանր օրերին։ Նշանադրությունն, ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից, տեղի է ունեցել 2024 թվականի ընթացքում, սակայն զույգը նախընտրել է հեռու մնալ աղմուկից։ Նրանք իրենց հարաբերությունները կառուցել են հարգանքի, ընկերության, սրտի զրույցների և միասին զարգանալու ուժի վրա։ Ոչ ոք չի կարող ժխտել սա զույգ է, որը ոչ միայն սիրում է միմյանց, այլև ոգեշնչում է։ Լևոնը մի քանի անգամ արել է, որ հարցազրույցներում անձնական թեմաներին չի անդրադառնալու։ Մասնագետները հաճախ ասում են, որ սիրահարված դերասանը խաղում է ավելի ուժեղ, իսկ սիրահարված ստեղծագործ մարդը ստեղծում է ավելին։ Եվ հիմա, երբ Լևոն Մկրտչյանը նման ոգեշնչման մեջ է, կարելի է վստահ լինել, մենք դեռ շատ կտեսնենք նրա նոր հաջողությունները։ Իսկ նրա սիրելին, ով համեստությամբ հեռու է մնացել հանրային ցուցադրությունից, իսկ իրականում կանգնած է դերասանի ամենամեծ ձեռքբերումների կողքին, արդեն դարձել է երկրպագուների հետաքրքրության կենտրոն։ Այժմ, երբ բոլորի ուշադրության կենտրոնում է դերասան Լևոն Մկրտչյանի անձնական կյանքը, վերջապես սկսում են բացահայտվել մանրամասներ նաև նրա սիրելիի մասին, ով ըստ վստահելի աղբյուրների ոչ պակաս տաղանդավոր ու ստեղծագործ մարդ է։ Պարզվում է, որ Լևոնի սրտի տիրուհին Էվելինան սովորել է հենց այն նույն կրթօջախում, որտեղ սկսել է իր ստեղծագործական ուղին նաև Լևոնը։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ լինելով նա ոչ միայն կրթություն է ստացել ոլորտի լավագույն մասնագետներից, այլ ձևավորել իր ստեղծագործ ոճը, բեմական խոսքն ու դերասանական ինքնատիպությունը։ Էվելինան սահմանափակված չի մնացել միայն թատերական բեմով, նա իր գործունեությունն արդյունավետ կերպով զուգակցել է նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում։ Ներկայումս աշխատում է Հայաստանի առաջին ալիքում, ինչպես նաև Ռադիո Ավրորայ մեդիահարթակում, որտեղ նրա դյութիչ ձայնը դարձել է բազմաթիվ լսողների սիրելին։ Նրա հմայքն ու հաղորդման ոճն առանձնանում են նրբագեղությամբ, վստահությամբ և հստակ հաղորդչականությամբ։ Թեև Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին չեն շտապում հանրայնացնել իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասները, այնուամենայնիվ հայտնի է դարձել, որ նրանց նշանադրությունը տեղի է ունեցել դեռևս 2024 թվականին։ Զույգը պահպանել է պարզ ու համեստ մոտեցում, նախընտրելով սիրո պահերն ապրել
իրենք իրենցով առանց ավելորդ ցուցադրականության։ Շատերն այս գեղեցիկ զույգը համարում են օրինակելի ստեղծագործական, մշակութային ոլորտներում հաջողությամբ ընթացող երկու երիտասարդների միություն, որոնք նույնքան ներդաշնակ են էկրանից դուրս, որքան ներս։ Լևոնի սիրելին շարունակում է հանդես գալ նաև թատրոնում, որտեղ իր դերասանական խաղով կարողանում է հուզել հանդիսատեսին, փոխանցել կերպարի նրբությունները և թողնել տպավորիչ զգացողություն։ Նա հանդիսատեսին արդեն ծանոթ է մի շարք բեմադրություններից և յուրաքանչյուր դերակատարումով ապացուցում է իր նվիրվածությունն ու շնորհը։ Մեդիադաշտում, մասնավորապես ռադիոյում, նրա ներկայությունն առանձնանում է հատկապես կերպարային ձայնով, խոսքի մշակվածությամբ և հաղորդման կուլտուրայով, ինչն էլ դարձրել է նրան սիրված ու պահանջված հաղորդավարուհի։ Երկրպագուներն այսօր էլ շարունակում են ակտիվորեն քննարկել զույգի հարաբերությունները, սպասել նոր կադրերի ու տեղեկությունների, իսկ այն, որ այս գեղեցիկ զույգը միավորում է երկու ուժեղ ստեղծագործական անհատականություններ, հաստատում է նրանց սերն ամուր հիմք ունի։ Թե երբ Լևոնը և նրա ընտրյալը կկիսվեն իրենց սիրո պատմության մյուս դրվագներով, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան արդեն ակնհայտ է՝ այդ սերը համեստ է, ներդաշնակ ու խորիմաստ, ինչպես արվեստն է։